Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում անուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին նախագիծը։ Ներկայացվող նախագծի նպատակը ապրիլ եւ մայիս ամիսների համար ապահովելն է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Նախագծով առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 միլիոն դրամ։ Հիշեցնեմ, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավել տարի դասակարգված է անհուսալի դասով եւ միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով, սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավել, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը։ Դիմումների ընդունման ժամկետը սահմանված է եղել փետրվարի 1-2025 թվականի, մեկնարկել է այս գործընթացը եւ վերջնաժամկետ սահմանված է 2026 թվականի հունվարի 31-ը։ Ուզում եմ փոքրինչ վիճակագրական տվյալներ հնչեցնել։ Այս պահի դրությամբ դիմել եւ դիմումը բավարարվել է 3594 անձի համար։ Մարտ ամսին վճարվել է փետրվարին դիմաց եւ հաստատված թվով 1896 անձի համար աջակցություն, որի դրամական չափը կազմում է 70 միլիոն դրամ։ Մարտին դիմել շահառու է դարձել եւս 1072 անձ, որոնց համար հետագա վճարումը կկատարվի այս ամսվա վերջում։ Արդյունքում մենք ունենանք 2968 անձ, ովքեր փետրվար-մարտ ամիսների համար արդեն ծրագրի շահառու որպես կստանան վճար։ Այսքաններ թերևս խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Մի րոպե կներեք, էլի ես թվերի մեջ խառնվեցի։ Սկզբից ասացիք 3094 անձ է դիմել, ճիշտ լսեցի։ Ճիշտ լսեցիք։ Հետո ասացիք 1072 անձ է դիմել մարտ ամսին։ Հետո ասացիք, որ ընդհանուր առմամբ կունենանք 2900 անձ, ոնց ստացանք։ Դիմումները այս պահի դրությամբ, այսօրվա ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր կազմում է 3594։ Դիմել են փետրվարի 1-ից եւ դիմումների թիվը հաստատված փետրվարի 1-ին մարտի 20-ի դրությամբ վճարված կազմել է 1896 հոգու։ Հետո մարտ ամսին դիմել են եւս 1072 անձ եւ ապրիլի վերջին, երբ որ համատեղ փետրվար եւ մարտ ամիսների վճարումը կազմակերպեն, կկազմի ընդհանուր 2968 անձ։ Տարբերությունը հաջորդ ամսվա արդեն մայիսի 20-ին կվճարվի այդ տրամաբանությամբ, որովհետեւ ՊԵԿ համակարգով հարկերը հաշվարկվում են եւ մենք այդ հարկերը տեսնում ենք հաջորդ ամսվա 20-ից հետո։ Սա է տրամաբանությունը, պարոն վարչապետ։ Բայց մեր պոտենցիալ շահառուները մոտավորապես 300,000 մարդու մասին էր, չէ՞։ Ճիշտ է, մեր պոտենցիալ շահառուները 218,000 անձ էին, որոնց ընդհանուր մինչև 1 միլիոն դրամ ունեցող վարկային բեռի թիվը 168 միլիարդ էր եւ մեր 218,000 անձից մոտավորապես 40,600 անձը այս պահի դրությամբ ծրագիրը մեկնարկելու դրությամբ ունեին զբաղվածություն եւ մենք դիտարկում ենք 40,600-ը ունեին զբաղվածություն եւ մենք դիտարկում ենք, որ 26 թվականի հունվարի 31-ին առնվազն 90,000 անձ եւս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակներում եւ մենք կունենանք մեր 218,000 նախանշված թիրախմբից առնվազն 60%-ի ներգրավում, որոնց թիվը ընդհանուր առմամբ կկազմի 131,000 անձ։ Այսինքն այս թիվը նշեցիք շուրջ 40,000 մարդ այսօր էլ արդեն աշխատում է։ Այսինքն իրանք ընդամենը պետք է դիմեին, որ իրենց եկամտային հարկը ուղղվեր այդ նպատակին, բայց մինչև հիմա չեն դիմել։ Ճիշտ է։ Այստեղ էլ խնդիր կա։ Ի՞նչն է խնդիրը։ Մարդիկ իրազեկված չեն, թե ասում են լավ։ Կարծում եմ ծրագրի մեկնարկը դեռ ընդամենը 1 ամիս է, ինչ ծրագիրը մեկնարկել է, կարծում եմ ավելի ինտենսիվ իրազեկումներով եւ մի քիչ ավելի ինտենսիվ աշխատելով, ճիշտ մեր մյուս ծրագրերի նման։ Դե նկատի ունեմ աժոտաժ չկա։ Տեսեք, այս դեպքում էլ բան չենք անում։ Ենթադրենք 40,000 մարդ կա, որը այսօր էլ աշխատում, աշխատավարձ է ստանում, եկամտային հարկ է վճարում։ Տեսեք, ոչ մի լրացուցիչ, այս էլ ոչ Մարդը ընդհանրապես պետք է դիմի, որ իր արդեն իսկ վճարած եկամտային հարկը ուղղվի այդ նպատակի իրագործմանը։
Ենթադրում եմ հիմա իր աշխատավարձից այդ պահվում է 20%-ի չափ։ Սենց թենենց պահվում է այսօր էլի 20%-ը այդ վարկը Այս մարելու ծրագրի համար։ շրջանակներում։ Հիմա այստեղ պետք է հասկանանք, լավ, մի ամսում օրինակ մարդը ով անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում է որ այդեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Հիմա բայց դիմել են ընդամենը 3500, այսինքն նույնիսկ 10%-ը աշխատող, որ այսօր իր կյանքում ոչ մի բան, մյուսները հələ դեռ պետք է, եթե ոչ ֆորմալ դաշտում են աշխատում, դեռ պետք է մտածեն, դեռ պետք է գործատուի հետ խոսեն, պայմանավորվեն, ոնց մտնեն ֆորմալ դաշտ եւ 40000 մարդ, որ պետք է օր առաջ դիմի, նույնիսկ ամիս առաջ չի դիմել։ Հիմա պետք է հասկանանք տեղյակ չեն մարդիկ, թե այլ խնդիր կա,